Դավոսի տնտեսական ֆորումի շրջանակում վարչապետ Փաշինյանի մասնակցությամբ ստորագրվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախաձեռնած խաղաղության խորհրդի կանոնադրությունը։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը իր ելույթում թվելով իր վարչակազմի օրոք դադարեցված պատերազմները խոսել է նաև հայ-ադրբեջանական հակամարտության դադարեցման եւ հարաբերությունների կարգավորման մասին։ Նա ասել է, որ այդ երկրների շատերի առաջնորդները այժմ իր ընկերներն են։ Մայրաթորը արձագանքելով Փաշինյանի առաջնորդած այսպես կոչված եկեղեցու բարենորոգման շարժման երեկվա հայտարարությանը անընդունելի է համարել, որ տիրադավները կասկածի տակ են դրել այն եկեղեցական մարմինների իրավազորությունը, որոնց աշխատանքներին նրանք տասնամյակներ շարունակ մասնակցել են։ Մայրաթորը շեշտել է, որ ստեղծված մտահոգիչ իրավիճակի հաղթահարման ուղին եպիսկոպոսատ ժողովն է, որի կանոնադրությունը կապված չէ գումարման վայրի հետ։ Արտերկրում ժողով գումարելու անհրաժեշտությունը պայմանավորված է Հայաստանում եկեղեցականների հանդեպ իրականացվող բռնաճնշումներով։ Եկեղեցին կոչ է արել զերծ մնալ կեղծ մեղադրանքներից եւ չփորձել ձախողել ժողովի գումարումը հիմնազուրկ պատճառաբանություններով։ Մայրաթորը վերահաստատել է իր հավատարմությունը հայոց պետականության զորացմանը եւ հայտարարել, որ եկեղեցական կյանքի վերանորոգումը պահանջում է միասնականություն ու ուխտապահություն, այլ ոչ թե կանոնական ու պարակտիչ գործողություններ։ Կալանավորվել է Պաշտպանության նախարարության Արմավիրի զինվորական կոմիսարիատի ստորաբաժանումներից մեկի պետը, հայտնել է հակակոռուպցիոն կոմիտեն ու նշել, որ քննվող քրեական բարույթի շրջանակում հանրային քրեական հետապնդում է հարուցվել Արմավիրի զինվորական կոմիսարիատի ստորաբաժանումներից մեկի պետի ու եւս 3 անձի նկատմամբ։ ՊՆ Պաշտոնյան մեղադրվում է վարժական հավաքների ենթակա անձանց հավաքներից ապօրինի ազատելու գործընթացը կազմակերպելու դիմաց խոշոր չափերով կաշառք ստանալու համար։ Օկուպացված Արցախում հուղարկավորված զինվորների հարազատները Հայաստանի կառավարությունից պահանջում են արտաշիրիմում անել եւ իրենց հարազատների մարմինները տեղափոխել Հայաստան։ Նրանք այսօր պահանջագիր են ներկայացրել գործադիրին։ Եթե իրենց հարցին պատասխան չլինի, պատրաստվում են նստացույց սկսել։ Զոհված զինվորների մայրերը տեսնում են, թե ինչպես են օկուպացված Արցախում ադրբեջանցիները պղծում որդիների գերեզմանները։ Թշնամու տարածած տեսանյութերը անասելի ցավ ու զայրույթ են առաջացնում մեր հայրենակիցների սրտերում։ Իրենք Արցախից վերադառնալուց հետո դիմել են այս շենքում նստածին եւ ասել են, որ պետք է արտաշիրիմում արվի, այսինքն Արցախից մի քանի անգամ արտաշիրիմում պետք է արվի, բերվի այստեղ, որպեսզի իրենք կարողանան խնկարկեն, պատշաճ իրենց հարազատների շիրիմներին կարողանան այցելել։ Եթե ցորեն, բրինձ, մակարոն եւ այլը բերում եք, բերեք սա մինչև այս մարդկանց Արցախ վերադարձի հարցը կլուծվի։ Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի փաստաբան Զարուհի Փոստանջյանը հանցանքի մասին հաղորդում է ներկայացրել Հայաստանի գլխավոր դատախազին եւ մարդու իրավունքների պաշտպանին։ Փաստաբանը պահանջել է քրեական հետապնդում սկսել վարչապետ Նիկոլ Փաշինյանի, արդարադատության, ներքին գործերի եւ առողջապահության նախարարների, ինչպես նաեւ քրեկատարողական հիմնարկների պետերի նկատմամբ։ Ըստ հաղորդման նրանց գործողությունները պարունակում են պաշտոնեական անփոթության եւ լիազորությունների չարաշահման հատկանիշներ, քանի որ պատշաճ բժշկական վերահսկողության բացակայությունը կարող է հանգեցնել անդառնալի հետևանքների եւ կրկնել Արմեն Գրիգորյանի ողբերգական ճակատագիրը։ Պաշտպանի խոսքով Վարդան Ղուկասյանի նկատմամբ իրականացվում է քաղաքական հալածանք եւ անմարդկային վերաբերմունք։ Փոստանջյանի պնդմամբ Ղուկասյանի կալանքն ու բժշկական օգնության մերժումը Նիկոլ Փաշինյանի հնչեցրած հանրային կոչի իրագործումն է, նպատակ ունենալով նրան դուրս մղել հանրային կյանքից։ Ունենանք նման դեպքերում եւ փաստ չի որ չունենք։ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանացյանը լրագրողների զրույցում անդրադարձել է կալանավորված Նարեկ Սամսոնյանի առողջական վիճակին եւ վիրահատության անհրաժեշտությանը։ ՄԻՊ-ը նշել է, որ անձամբ է միջամտել պրոցեսին եւ պետական մարմիններից պահանջել է անհապաղ կազմակերպել վիրահատությունը, եթե դրա բժշկական ցուցումը կա։ Մարդու իրավունքների պաշտպանության ազգային հաստատությունների գործունեության մեթոդաբանությունն այն է, որ այցեր պետք է իրականացվեն բացառապես այն դեպքերում, երբ դա անհրաժեշտ է ՄԻՊ-ի լիազորություններին վերաբերելի տեղեկատվություն ձեռք բերելու համար։ Մանասյանը պարզաբանել է նաև, թե ինչու անձամբ չի այցելել հացադուլ հայտարարած Սամսոնյանին, նշելով, որ Հայաստանում տարեկան հարյուրավոր հացադուլի դեպքեր են գրանցվում եւ աշխատակազմը առաջնորդվում է հատուկ մեթոդաբանությամբ։ Ըստ պաշտպանի, իրենք մշտական կապի մեջ են քրեկատարողական հիմնարկի հետ եւ հետևում են, որպիսի պետությունը կատարի իր բժշկական եւ սոցիալ հոգեբանական պարտավորությունները հացադուլավորի նկատմամբ։
հասցնել այն միտքը։ Հանրային քննարկումների առիթ են դարձել ազգային բարերար Սամվել Կարապետյանի տնտեսական 5 հեղափոխական քայլերը, որոնք հրապարակվել են անցած շաբաթ։ Փոքր բիզնեսին չհարկելու Կարապետյանի խոստման մասին են հիմնականում հարցնում մեր ձևով շարժմանը։ Համակարգող Նարեկ Կարապետյանը այսօր պատասխանել է հարցերին եւ շեշտել, որ չհարկվելու հնարավորությունից կօգտվեն փոքր խանութները, վարսավիրանոցները, ավտոլվացման կետերը եւ ծառայությունների ոլորտի այլ փոքր ձեռնարկությունները։ Ինչ հարց են մեզ տալիս, ասում են, իսկ ինչպես է բյուջեն այդ դեպքում դիմանալու։ Շատ լավ հարց է, շնորհակալ ենք, որ տալիս եք, բայց մի տարօրինակ թիվ ասեմ ձեզ։ Հայաստանում գործող ընկերությունը 70%-ը վճարում է հարկերի ընդհանուր բյուջեի ընդամենը 2.5%-ը։ Այսինքն, ամբողջ փոքր բիզնեսը շրջանառության հարկվող վճարում է ընդամենը մեր բյուջեի 2.5%-ը։ Ես ձեզ վստահեցնում եմ, որ մենք ոչ թե 2.5% ենք գտնելու եւ ավելացնելու, այլ մեծ բիզնեսի եւ տարբեր տնտեսական ծրագրերի հաշվին տասնյակ տոկոսներ է բյուջեն ավելանալու եւ չի լինելու փոքր բիզնեսին հարկելու կարիքը։ Իսկ դուք պատկերացնում եք մի երկիր, որտեղ փոքր բիզնեսը չի հարկվում, փոքր բիզնեսը չի առնչվում հարկայինի հետ եւ միակ խնդիրը, որ պետությունը դնում է փոքր բիզնեսի առաջ, մեծանալ, դառնալ միջին բիզնես, այդ ժամանակ արդեն թող սկսի շահութարկ վճարել։ Բայց փոքր բիզնես լինելու ժամանակ պետությունը միայն խանգարելու քաղաքականություն է վարում։ Կապանի օդանավակայանը հնարավորություն ունի դառնալու միջազգային օդանավակայան։ Կառավարության նիստում հայտարարել է տարածքային կառավարման նախարարության փոխնախարար Արմեն Սիմոնյանը։ Իրավական առումով այո, սակայն միջազգային օդանավակայան դարձնելու համար Սյունիքի օդանավակայանում պետք է համապատասխան սարքավորումներ եւ համապատասխան ներդրումներ իրականացվեն, որպեսզի սահմանային, մաքսային եւ այլ գործառույթներ ապահովող հնարավորություններ ստեղծվեն այնտեղ։ Սյունիք օդանավակայան ՍՊ-ի հետ Կապանի օդանավակայանի կնքած պայմանագրով կա որոշակի սահմանափակում։ Եթե կառավարությունը որոշում է որևէ օդանավակայան փոխակերպել քաղաքացիական, տեղական կամ միջազգային օդանավակայանի, Զվարթնոց օդանավակայանից 250 կիլոմետր շարավղով հեռավորության վրա, ապա գործող կոնցեսիոներն ունի առավելություն կառավարումը ստանձնելու, սակայն այս պարագայում Կապանի Սյունիք օդանավակայանը այս լրացմամբ դուրս է գալիս այդ կարգավորումից։ Սիրելի հայրենակիցներ, երկրպագուներ եւ ընթերցողներ։ Հայկական ֆուտբոլի լեգենդ Հենրիխ Մխիթարյանի ինքնակենսագրական գրքի հայերեն տարբերակը կներկայացվի փետրվարի 7-ին Երևանում։ Հայ ֆուտբոլիստի խոսքով «Իմ կյանքը միշտ կենտրոնում» գիրքը իր համար առանձնահատուկ նշանակություն ունի։ Բոլորիդ սիրով հրավիրում եմ գրքի շնորհանդեսին, որը տեղի կունենա փետրվարի 7-ին, Նյումեգի ձմեռային փառատոնին, Dwin Music Hall-ում։ Շնորհակալ եմ բոլորիդ աջակցության, հավատարմության եւ ընթերցելու համար։ Հայաստանում քրդական համայնքի ներկայացուցիչները երթեն արել դեպի Երևանում ՄԱԿ-ի գրասենյակ։ Սպուտնիկ Արմենիայի կադրերում տեսնում ենք, որ ակցիայի մասնակիցները բողոքում են Սիրիայում իսլամիստների գործողությունների դեմ, որոնց աջակցում է թուրքական կառավարությունը։ Երթին մասնակցում է նաև Հայաստանի քրդական համայնքի ղեկավար ԱԺ-պատգամավոր Կնյաս Հասանովը։ Իր ելույթում նա կոչ է արել ՄԱԿ-ին, Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Իսրայելի եւ Չինաստանի կառավարություններին ուշադրություն դարձնել Սիրիայում քրդերի ոչնչացման հարցին։ Իրանի իշխանությունը հայտնել է բողոքի ցույցերի ժամանակ զոհվածների թիվը։ Երկրի պետական հեռուստատեսությունն առաջին անգամ նշել է անհնազանդությունների ընթացքում զոհվածների թվի պաշտոնական տվյալը, ըստ որի սպանվել է 3117 մարդ։ Զոհվածների թվում կան խաղաղ բնակիչներ եւ անվտանգության ուժերի աշխատակիցներ, որոնք իշխանությունների պնդմամբ դարձել են զինված ահաբեկչական խմբավորումների զոհ։ Սրան զուգահեռ Հրանայի իրավապաշտպան կազմակերպությունը հայտնել է, որ բողոքի ցույցերի դաժան ճնշման հետևանքով երկրում կա մոտ 4900 զոհ։ Կրեմլում հանդիպել են Ռուսաստանի եւ Պաղեստինի նախագահները։ Պուտինը հայտարարել է, որ իրենք պատրաստ են $1 միլիարդ ուղղել խաղաղության խորհրդին Պաղեստինցի ժողովրդին աջակցելու համար։ Գումարը պետք է ծախսվի Գազայի վերականգնման, Պաղեստինի խնդիրների լուծման համար։ Պուտինի խոսքով դա այն գումարն է, որը սառեցված է Միացյալ Նահանգներում։ Կարծում եմ, որ դա միանգամայն հնարավոր է, ասել է Դաշնության ղեկավարը։ Շվեյցարիայի Դավոս քաղաքում տեղի ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի եւ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հանդիպումը։ Մոտ 1 ժամ տևած հանդիպումից հետո ԱՄՆ ղեկավարը լրագրողների հետ ճեպազրույցում հայտնել է, որ Զելենսկու հետ հանդիպումը լավ է անցել։ Նա հիշեցրել է, որ հաջորդ թիվ Միացյալ Նահանգների ներկայացուցիչները հանդիպում կունենան Ռուսաստանի ղեկավար Վլադիմիր Պուտինի հետ։